Հանուն հոր եւ որդվո եւ ոգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Քրիստոս հարյավի մերելոց, օրտնյալ է հարությունն Քրիստոսի։ Հայաստանյա ցարակելական մեր Սուրբ Եկեղեցվո հայրաբետներու դնորինումով, ինչպես որ մեծ բահոց յուրաքանչյուր գիրագին իրեն հadouk անուն մուներ, այդպես ալ Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ հարութենեն մինչև հոգեկալուստ երկարող գիրագիներեն յուրաքանչյուրը իրեն հadouk անուն մունի։ Այսօր Զադիգեն յետք առաջին գիրագին գգոչվի գրգնազադիկ, գրգին զադիկ գամ նոր գիրագի։ Հայտնի է սիրելներ, որ Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ հարությամբ միաշաբաթին, այսին մեկ շաբթին դարձավ գիրագի։ Տերը նորոգեց այս օրը։ Գիրագի փարը հունարեն փարեն եկած է Կիրյակի, որ կնշանակե դերունի օր։ Գիտեք որ հրյաները շաբաթ օրը գբահեին, այդ օրը հանգիստ կնեին։ Սակայն Տեր Հիսուս Քրիստոս նոր հոգևոր ստեղծագործության սկիզբ տնելով եւ հավիտենական կյանքը մեր դիմաց բանալով մեկ շաբթին, այսինքն շաբթվան առաջին օրը հարություն արավ եւ դարձյալ Սուրբ Հոգին գիրագի օրով էր որ երկինքեն հանգեցավ արաքյալներուն վրա։ Անորամար քրիստոնյաները գիրագին դարձուցին հանգիստի օր եւ անոր մեջ դեսան հավիտենական հանգիստի խորհուրդը, ուր դիրոջ ներկայության պիտի ապրինք հավիտյան։ Ահա սիրելներ նոր գիրագին նաեւ իր մեջ կբարունագե խորհուրդը քրիստոնեական եկեղեցվո առաջին հաստատման ու ծավալման դարածման։ Իսկ երբ կգարտանք Հովանու Ավետարանի 20-րդ գլուխը, հատկապես 26-ն յետ, 26-րդ համարենը սկսյալ, այնտեղ թեփքի մը կհանդիպինք, որ դեղի ունեցավ Տեր Հիսուս Քրիստոսի հարության 8-րդ օրը, որ այսօր է։ Ինչ էր այդ թեփքը։ Ուրեմն երբ Տեր Հիսուս Քրիստոս խաչվեցավ ու անոր մարմինը գերեզմանի մեջ հանգեցուցին, իր արաքյալները ահավոր սարսափի ու վախի մեջ էին։ Ընդհանրապես անոնք վերնադան մեջ կովկովի կհավաքվեին, չէին գիտեր ինչ պիտի անեին, շվարած էին, գործված էին, եւ մանավանդ այն վախի մեջ էին, որ եթե հրյա ղեկավարները իրենց դերը սպանեցին, ապա գրնային զիրենքալ հալածել, իրենց ալ հարածել, բռնել, ցերպակալել ու սպանել։ Ահա այս վախի մեջ էին, երբ գիրագի օր յուղապեր գիները լուր բերին, որ դերը իրենց հանդիպած էր, ողջունած էր, հարություն արած էր։ Չէին հավատացած գիներու խոսքին, որովհետև մանավանդ անցյալին երբեք կանանց խոսքին չէին հավատար։ Բայց դերը ուզեց կանանց բադիվը փարսացնել եւ անոնցմով փոխանցել հարության ճշմարտացիությունը։ Հարության երեկոյին, երբ առաքյալները հավաքված էին միատեղ, անոնց մեջ են կբացակայեր Թոմաս առաքյալը։ Իսկ հութան արդեն ինքզինք գախած էր։ Ուրեմն երբ հավաքված էին առաքյալները, թուր բադուամփակ Տեր Հիսուս անոնց մեջտեղ կանգնեցավ, սարսափեցան անոնք, գարձեցին որ ոգի մներ, բայց Հիսուս ցույց տվավ իր ցերկերը, վերքերուն դեղերը կամերուն, իր գողը, նույնիսկ անոնց հետ ջաշ կերավ, հաց ու մեղր կերավ։ Երբ Հիսուս մեկնեցավ, Թոմասը եկավ։ Տեսավ իր ընկերները ուրախության մեջ,
Անցնող 3 օրերու ընթացքին անոնք դրդմության մեջ էին։ Եվ ընկերները Թոմասը դակավին իրենց չհարցուցած, որ ինչու համար այդպես ուրախ եք, բացմեցին անոնք, թե դերը տեսանք մեր աչքով, հարություն արած է։ Եվ Թոմաս կասկածեցավ, ըսավ, մինչև որ ես իմ մատներս անոր վերքերուն վրա չտնեմ եւ իմ ցերկս անոր գողին, խոցված գողին չմտցնեմ, չեմ հավատար։ Ես իմ աչքերովս պետք է տեսնեմ, որ հավատամ։ Եվ ահա 8 օրի հետ այսօրվան պես Տեր Հիսուս Քրիստոս դարձյալ անոնց այցելեց, երբ անոնք միադեղ նստած էին վերնադան մեջ, թուրը պատոհան փակ, եւ իրենց հետ էր նաեւ Թոմաս Արաքյալը։ Հիսուս ներս մտնելով ողջունեց, եւ իսկույն Թոմաս Արաքյալի մոտ երթալով իր կամերու վերքերը ցույց տալով Թոմասին ասավ. «Փեր մադդ, դպցուր ցերկերուս վերքերուն, փեր ցերկդ եւ թբիր իմ գողիս վերքին եւ գողը ցույց տվա դերը»։ Թոմաս Արաքյալ այնադեն ձունգին գավ դիրոջ դիմաց եւ ասավ. «Իմ դերս եւ Աստվածս»։ Եվ Հիսուս ասավ. «Թոմաս, զիս տեսնելու համար հավատացիր, բայց Երանի անոնց, որոնք առանց զիս տեսնելու կհավատան»։ Եվ մենք այդ Երանին ենք սիրելներ։ Քրիստոնեական եկեղեցին այդ Երանելին եղավ, որ թեև ֆիզիկական աչքերով չտեսավ Հիսուսը, սակայն հոգի աչքերով միշտ Հիսուսը կտեսնի։ Եվ Քրիստոս մեզի հետ է հավիտյան։ Ահա թե քրիստոնեական եկեղեցին ինչ հավատքով է, որ գարաչնորթվի ու գարաչնորթ է հավատացյալները։ Այսօր սիրելներ ցեզի պիտի երգեմ նոր գիրագին հադուկ նվիրված շարագամը։ Ամբողջ շարագանի կանոն մը գա նոր գիրագի նվիրված, գրած է Սուրբ Ներսես Լամփրոնացին, օրտոտյան շարագանը, որ երգվի գիշերային ժամերկության ընթացքին, ապա մյուս մնացյալ կանոնին շարագանները հարց, մեծացուսե, ողորմյա դերհերկնից, որոնք այս 4-ը երգվին երկրորդ ժամերկության, այսինքն արաբոդյան ժամերկության ընթացքին։ Նախապես ցեզի երգած ըլլալով օրտոտյան շարագանը, այսօր ցեզի պիտի երգեմ հարց շարագանը։ Շատ հեշտ եղանակ ունի սիրելներ, շատ քողտրիկ եղանակ ունի, կարող եք թյուրությամբ սորվիլ, իսկ անոնք, որոնք տբիրներ են, սարգսակներ են, թող սորվին, որբեսի եկեղեցվո մեջ սկանչելի գերբով ներկայացնեն մեր այս թանկագին մարգարիտ շարագանները, որբեսի ժողովուրդը թե հաճույք առնե, թե նաև այդ շարագաններու հոգևոր վերելքին մեջ իր աղոթները վերարակե փրկին։ Սիրելիներ, նախ կուզեմ ցեզի թարգմանել այս շարագանը, թե ինչ կսե Սուրբ Ներսես Լամփրոնացին եւ ապա երգել զայն։ Ով անմահ եւ երկնավոր փեսա, քու եկեղեցիիդ, այսինքն հարսին համար, չմոռնաք, որ Քրիստոս փեսան է, եկեղեցին հարսն է, ուրեմն քու եկեղեցիդ հարսին համար անջար փարքետ, քու աստվածային փարքետ, խոնարեցար, զոր մակրեցիր ավազանին վերստին ծնունդովը, գործնեն քեզ մեր հայրերուն Աստվածը։ Գենթանարար նոր հարությամբ նորոգեցիր մեղքով հնացածներս, որով եկեղեցին գծնձա այսօր մեր բնության նորոգման համար, գործնեն քեզ մեր հայրերուն Աստվածը։ Այսօր երկնային հարսանիքի հրավիրյալները վայելչորեն բայցարացած հրեշտակներու զորքերուն հետ գդոնեն մեր փրկության նավագադիկը, գործնեն քեզ մեր հայրերուն Աստվածը։ Դերը օրհնեցեք եւ հավիտյան փառավորեցեք զայն։ Այս ցանկի նորոգումով Քրիստոսի հարությամբ նորոգվեցեք այսօր նոր ժողովուրդներ եւ հավիտյան փառավորեցեք զայն։ Քրիստոսով նոր Իսրայել գոչվածներ, հին ժողովուրդը Իսրայել գոչվեցավ, իսկ Քրիստոսով նոր ժողովուրդը կազմվեցավ, քրիստոնեական եկեղեցին եւ գոչվեցավ նոր Իսրայել։ Ուրեմն Քրիստոսով նոր Իսրայել գոչվածներ,
նոր օրտություն վեր արակենք դիեզերքը նորոքողին, մերելներեն հարուցյալին, հավիտյան փարավորեցեք զայն, ամեն։ Այժմ սիրելներ ձեզի գերքեմ այս սկանչելի շարագանը, հարց այդքեն եղանագով, բարերը գսկսին, որ խոնարեցար հանջար պարած։ Հորտնյալ ես Տեր Աստված, հարցն մերոց օրտնյալ, փարավորյալ անուն քո հավիտյան, որ խոնար հեծար հանջար պարած, պես այտան մայև եգնավոր, իսեր հարսին քո եկեղեցվո, քո զոր մագրեցեր ավազանին վերստինց նընդյամ, օրնեմ կսկեզ Աստված, հարցն մերոց, որ գենթանարար նոր հարությամպըտ քո նորոքեցեր, սնացյալ կսմեղոք, որով ծնձա այսօր եկեղեցի, ընտնորոքում ըմպնության մերո, օրհնեմ կսկեզ Աստված, հարցն մերոց, այսօր մանգուն կարակաստի բայձարացյակ սվայելչությամ, դոնեն ընձորս ռեշտագած, սնավագադիս փրկության մերո, օրդեմ կսկեզ Աստված, հարցն մերոց, օրդնեցեք ամենայն կործդյանս դեր օրդնեցեք և բարձարարեք ըզնա հավիտյան, պարքոր և որդվո և հոգվույն սրպո, նորոքեցարուկ նորոքությամ, գենաց այսօր հարությամբ Քրիստոսի նոր ժողովուրդ և պարծ արարեք ըզնա հավիտյան, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն, նոր Իսրայել գոչեցյալ კი Քրիստոս, նոր օրդությունս վերարակեսուկ, նորոքողին դիեզերած հարուցելույն իմերելոց և բարձարարեք ըզնա հավիտյան։
Սիրելի ազգագիցներ, եկեք այս նոր գիրագին նորոգվենք, իսկապես նոր մարդ դառնանք Քրիստոսով, վերանորոգենք մեր հավատքը, վերանորոգենք մեր ուխտը, վերանորոգենք մեր գամքը, մեր հույսը եւ ապրենք հարության շունչով, նորոգված, նոր մարդ դարձած, մեզ հերացնելով այն ինչ որ ադելի է, այն ինչ որ զզվելի Աստուծո, այլ Քրիստոսը հագվինք մեր վրա, Սուրբ Հոգիով լեցվինք եւ չարությունը հերացնելով մեզ փարին հետամուտը լանք եւ իրարու անթեփ սիրով ու ողորմությամբ ապրինք։ Աստուծո արատ ողորմությունը մեր բոլորին վրա լա։ Աստված բայե բահբանե մեր այրենիքը, մեր եկեղեցին, մեր pedagogiությունը, հայոց սպանակը, մեզ բոլորս նորոգե մեզ սիրելներ, նոր շունչով, որբեսի մենք ալ լուսավոր կյանքով ապրինք ու մեր երկիրը խաղաղությամբ ապրի, մեր կերևարված զավակները դուն վերադառնան եւ հավիտենական կյանքին արժանի ելանք, ինչպես որ նահատակները իրենք արժանացան։ Աստված ձեզ արադաբես տողորտնե, բարի եւ օրհնյալ գիրագի ձեր բոլորին։